Պորտուգալիայի և Ալ Նասրի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն հայտարարել է Ջորջինա Ռոդրիգեսի հետ ամուսնանալու իր ծրագրերի մասին 2026 թվականի աշխարհի առաջնությունից հետո։ Ռոնալդուն ամուսնության առաջարկ է արել Ռոդրիգեսին 2025-ի օգոստոսին։ Նա իմ կյանքի կինն է, մենք պլանավորում ենք հարսանիք աշխարհի առաջնությունից հետո։ Հուսով եմ գավաթը նվաճած կլինենք, ասել է ֆուտբոլիստը Պիրս Մորգանի հետ հարցազրույցում։ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման պայմանները այս պահին ապահովված չեն և պահանջում են մանրակրկիտ նախապատրաստություն։ ՌԻԱ Նովոստիի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է փոխարտգործնախարար Սերգեյ Ռաբկովը։ Ցանկացած բարձր մակարդակի հանդիպում պահանջում է բոլոր ասպեկտներով ուշադիր աշխատանք։ Այսօրվա դրությամբ այս հանդիպումը կազմակերպելու ոչ առաջին, ոչ էլ երկրորդ պայմանը չի կատարվել։ Մոսկվան Վաշինգտոնից որևէ պարզաբանում չի ստացել Թրամփից իր երկրի կողմից միջուկային փորձարկումների վերսկսման մասին արված հայտարարության ճշգրիտ իմաստի վերաբերյալ։ Ռուսաստանին նաև պարզ չէ ԱՄՆ-ն կոնկրետ ինչ է մտադիր փորձարկել։ Ճեպազրույցի ժամանակ նշել է Կրեմլի խոսնակը։ Զոհրան Մամդանին նոյեմբերի 4-ին Նյու Յորքի քաղաքապետի ընտրությունում համոզիչ հաղթանակ է տարել նախնական ոչ պաշտոնական արդյունքներով ստանալով ձայների 50.4%-ը, գրում են միջազգային լրատվամիջոցները։ Նյու Յորքը առաջին անգամ մահմեդական քաղաքապետ ունի։